Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կադրերը Վենետիկից չեն, Երևանն է, ալիքներն էլ մեծ իմաստով բնական չեն, մեքենաների շարժից են առաջանում։ Անձրև է գալիս թե չէ, մեր մայրաքաղաքը կոլապսի է ենթարկվում։ Ջուրն ահա, անգամ ավտոբուսների մեջ է լցվում։ Ինչու՞։ Եթե հերերը գալիս են մեծ քանակությամբ, իսկ այդ հեռատար-ցանցներ չունի համապատասխան հեռացման ունակություն, բնականա փողոցները պետք է լցվեն ջրով։ Ի վերջո, ով է պատասխանատու հեղեղատարների մաքրության համար, քաղաքապետարանից ուղղորդում են դեպի Veolia ջուր ընկերություն, նրանց գործն է։ Այս կազմակերպությունն էլ ընդունում է, հայտնում, ամբողջ տարվա ընթացքում մաքրում են հեղեղատարերը, նաև վերանորոգում, բայց վարձակալած համակարգը բազում թերություններ ունի։ Փողոցներ կան չունեն անձրևատարեր, եղածներն էլ թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը։ Կառուցապատումների խնդիրն առանձնացնում է նաև ջրային ռեսուրսների մասնագետը, հարցնում է, ով է որոշել, թե գործող հեղեղատարերի հնարավորություններն անսահմանափակ են։ Կարևոր է, որ արկա ջրահեռատար ցանցը անընդհատ ենթարկվի մոնիտորինգի, այդ հեռատար ցանցը որոշակի ելքեր հեռացնելու համար է նախագծվում եւ կառուցվում։ Բայց եթե տարիների ընթացքում այս փոփոխությունների կլիմայի արդյունքում մենք ունենում ենք շատ ավելի մեծ ելքեր կան գոյություն ունեցող ելքերի համար է հաշվարկված, բնականաբար եւս դա կարող առաջանալ։ Մաքրման տեխնոլոգիաներ են պետք ֆունդամենտալ, այսպես ասած շաբաթօրյակ համակարգում, հավելում է փորձագետը։ Անընդհատ պրոցես է լինելու։ Ուղղակի պետք է ֆիքսել այն հատվածները, որտեղ որ մեծ ջրակուտակումներ են առաջանում, կրիտիկական տեղեր, այդ հատվածների խնդրի մասին մտածել։ Հեռացնող դիտահորերը երկուսը խցանված են, ջուրը դուրս է գալի մի հորատանցքից, լցվում է հարևան հորատանցքով է հեռանում։ Քայլեր կձեռնարկվեն արդյոք, Veolia-ից փոխանցում են խնդրի արմատական լուծման համար խոշոր ներդրումներ են պետք, ինչն արդեն կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն ջրային կոմիտեի պարտավորությունն է, շահագործում եւ սպասարկում են այն, ինչը պետությունը հանձնել է։ Իսկ կոմիտեն ներդրումներ կանի, կլինեն, վստահեցրին, երբ մոտ ապագայում։ Ակտիվ ցիկլոնը վերջին օրերին իր հետ Հայաստան էր բերել կարկուտ, Արարատի մարզի Բյուրավան գյուղում 40 րոպե տևած ուժգին կարկուտը հողին է հավասարեցրել ամիսների չարչարանքը, ակնկալած բերքն ու գյուղացիների հույսը։ Մի քանի հատ ծիրանան այդպես ինչ արի։ Դες ինչ արի։ Չգիտեմ։ Ծիրանի ու ելակների այգիները մեծ վնաս են կրել, ելակը հավաքել չեն հասցրել ու քանի որ կարկուտը համատարած բնույթ է կրել, շատ գյուղացիներ են տուժել։ Որ ասպա կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Որ պետք է մի քանի օր հետո հավաքեիք, չէ՞։ Բյուրավանցիներն ասում են հոկտեմբերին են վարկ վերցրել ելակի սածիլներ գնել, անհամբեր սպասում էին բերքահավաքին, բայց կարկուտի հետևանքով վնասված ելակը իրացնել այլևս չեն կարողանա։ Վերե հասրել են, որ նոր նստե բերքի ցավը տանեմ, արդյունքը էս եք տեսնում։ Կառավարությունից են աջակցություն ակնկալում գյուղացիները, ելք չունեն, ասում են մնացել են առանց բերք, վերցրած վարկերի հետ միայնակ։ Ոստիկանները Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեի փողոցի բնակչի տան հայտնաբերել են փայտամշակման սղոցարան։ Պարզել են, որ փայտանյութը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Տան բակում եղել են 670 տախտակ եւ ժապավենային սղոց։ 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել են Ստեփանավանի անտառ տնտեսությունից ձեռք բերած փայտանյութից։ Նա նաեւ ներկայացրել է հաշիվ ապրանքագրեր։ Ստուգումների արդյունքներում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին։ Կարող են կեղծել դեմքը, փոխել հագուստի գույնը, Նույնիսկ կրկնօրինակել այլ անձի ձայնը կամ արհեստական բանականության կիրառմամբ պատրաստել արատավորող տեսանյութեր եւ լուսանկարներ եւ այն դարձնել շանտաժի առարկա։ Լսում եք ձայնը, տեսնում պատկերը ու թվում է ամեն ինչ կարգին է։ Резко раскритиковала современные методы
Կեղծիք են տարածում օգտագործելով հանրաճանաչ մարդկանց հեղինակությունը, փորձում այդ կերպ դեղորայք վաճառել։ Սկզբում գովազդային դեմքերը բժիշկներն էին, հետո լրագրողները, հիմա հերթը հասել է նաև դերասաններին։ Հիմա ոնց հասկանում եմ նոր ալիք ա գնում, արդեն ուղղակի աճ ու ձախ փորձելու են օգտագործել ուղղակի հայտնի մարդկանց, այնքան որ արդյունքում ծանոթ դեմք լինի, վստահություն առաջացնի։ Մեր փորձը ցույց տվեց, որ ռեպորտ անել բողոքելը գրեթե անհույս է, որում որ հասկանանք մենք ընկերությունով նաև բողոքը ուղարկել ենք ներքին թիմին մեդայի, բայց մեկը ալիքը կանգնացնել չի լինում։ Մասնագետն ասում է, որ խաբեությամբ զբաղվող խմբերը հիմնականում Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ են կապակցված։ Նաև Միքայել Պողոսյանն է օրեր առաջ սոցցանցում գրել, որ իր անունից դեղորայք են վաճառում։ Դերասանը արհեստական բանականության հնարավորությունները դարի ցավ է որակում։ Նկատում այսպիսով մարդկանց ավելի հեշտ են թիրախավորում։ Առաջի անգամ մի դեղեի ես ռեկլամում իմ 100 տարվա ինտերվյուն Մոսկվայի իրանք վերցրել էին։ Դրանից հետո սկսեցին ինչ-որ ուրիշ դեղորայք կապված ուրիշ հիվանդությունների բաների հետ։ Մարդու կարող են վարկաբեկել ոնց ուզենա։ Դա դարի ցավն է։ Դիմեցի մի քանի ինստանցիաներ, բայց նրանք ասին ցավոք, պարոն Պողոսյան, մենք չենք կարող դրա դեմ առնենք։ Բողոքում են բոլորը։ Մասնագետները նաև ոստիկանությունը հորդորում են զգուշանալ, չվստահել տարօրինակ գովազդներին, որքան էլ դրանք գայթակղիչ թվան։ Արհեստական բանականության կիրառմամբ չարամիտները կարող են խեղաթյուրել իրականությունը եւ շահագրգռել գնումներ կատարել անհայտ ծագում ունեցող ռեսուրսներով, վճարման ժամանակ էլ հափշտակել ձեր դրամական միջոցները։ Եթե դարձել եք նման հանցագործության զոհ եւ զեղծարարները ձեզանից պահանջում են գումար որևէ տեսանյութ կամ լուսանկար չհրապարակելու համար, անհապաղ դիմեք ոստիկանություն։ Սա է ելքը։ Չինաստանից Հայաստան նոր միջազգային մուլտիմոդալ երթուղին կգործարկվի 2025-ի հունիսի սկզբին, հայտնել են առևտրաարդյունաբերական պալատից։ Երթուղու նախաձեռնողը հայկական կողմն է, օպերատորը Ղազախստանը։ Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ բանակցություններ են վարել Չինաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի հետ մուլտիմոդալ միջանցքի գործարկման համար, ասում է պալատի փոխնախագահը։ Չինաստանից կոնտեյներային գնացքը Ղազախստանով եւ Թուրքմենստանով տարանցմամբ կհասնի իրանական Ջուլֆա կայարան տերմինալ։ Այնտեղից կոնտեյներները բեռնատարներով կտեղափոխվեն Երևան։ Իվանովը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար որպես այլընտրանք Վրաստանի վերին Լարս անցակետով անցնող ճանապարհին անցյալ տարվանից գործում է Իրանով անցնող երթուղին։ Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ 118-ը ստացել են, նրանցից 57 տղամարդ, 61-ը կին։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն անցած տարի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21476 դիմում։ 4202 անձ էլ դիմել է Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու համար։ Քաղաքացիության համար դիմորդների մեծ մասը կազմում են Ռուսաստանի քաղաքացիները 9825, ապա Վրաստանի 1937, Սիրիայի, Լիբանանի, Իրանի, Ուկրաինայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքմենստանի, Բելարուսի եւս 6678-ը այլ երկրների։ Թե այս քաղաքացիներից քանիսն են ծագումով հայ, ծառայությունը չի նշում։